Ընկերներ Մերձավան համայնքի գերեզմանատանը այս պահին քննչական գործողություններ է իրականացվում։ Իմ տեղեկություններով իրավապահները այստեղ են բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին։ Ըստ երևույթին գործով ի հայտ են եկել նոր փաստեր։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Մերձավանի իր տամբակում սպանվեց ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս գործով առայժմ կալանավորված են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը, վերջինս խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունները։ Նշեմ, որ հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, որին իր անմիջական մասնակցություն է ունեցել Մերձավանի ՔՊԱ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը։ Հիշեցնեմ, որ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունից ընդամենը 10 օր առաջ է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը։ Ընդ որում տեղեկություն կա, որ նրան օդանավակայանում ճանապարհել է հենց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է սպանել Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին։ Նշեմ, որ Մերձավան համայնքի գերեզմանատանն եմ, որտեղ ամփոփված է Վալոդյա Գրիգորյանը։ Այստեղ են նաև նրա ընկերները, ինչպես նաև Գրիգորյանի հայրը։ Իրավապահներն արդեն 1 ժամ է գերեզմանատանն են, քննչական գործողություններ են իրականացվում։